Գործկառաքելոց 17-րդ գլուխ հասել ենք 5-ից 9-րդ համարներին, այս հատվածը այսօր պետք է ուսումնասիրենք։ Ես վերնագրել եմ հատվածը կրոնական նախանձավորության վտանգը։ Կրոնական նախանձավորության վտանգը։ Ինչ է նախանձավորությունը եւ ինչերի է ընդունակ նախանձավոր մարդը։ Արդյոք այն օգուտ է բերում, թե վնաս։ Կարող է նախանձավորությունը վերածվել թշնամանքի եւ ինչպես է դա տեղի ունենում։ Վերջիվերջո արժե լինել նախանձավոր, թե ոչ։ Սուրբ գրքում մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր կոչվել են նախանձահույզ, նույնիսկ Ղուկաս 16-15-րդ համարում այսպես է գրված անունները, երբ թվարկում է Փիլիպոս, Բարթողիմեոս, Մատթեոս, Թովմաս, Ալփեոսի որդի Հակոբոս, Սիմոն նախանձահույս։ Սա հատուկ անուն է, որը հավանաբար ցույց է տալիս նրա զելոտների խմբին միավորված լինելը կամ ազգասեր, հայրենասեր մարդկանց տեսել եք, ովքեր որ նախանձավոր են իրենց երկրի համար, իրենց հայրենիքի կամ իրենց հավատի համար։ Եվ ասեմ, որ սրա ծայրահեղ դրսևորումը հենց կրոնական ֆանատիզմն է, մոլեռանդությունն է, որ մարդիկ հանուն դրա պատրաստ են լինում ամեն ինչի։ Կհիշեք Պողոսը նույնպես խոսում էր իր անցյալում եղած վարքի մասին, ասելով, որ ինքը նախանձախնդիր էր օրենքին։ Եվ այնքան նախանձախնդիր, որ մինչև իսկ մարդկանց սպանության էր մասնակցում։ Առաջին քրիստոնյաները հրեաներ էին, բայց եկեղեցին արագ աճեց եւ տարածվեց եւ շուտով մոտ 90 թվականին մեր թվարկության այն գերազանցեց ժողովարաններին հրեական։ Այնուամենայնիվ նույնիսկ եկեղեցու վաղ շրջանում Ստեփանոսը, Հակոբոսը եւ ուրիշները իրենց կյանքով վճարեցին Քրիստոսին իրենց հավատարմության համար։ Իսկ ինչպես նրանք մահացան։ Ում կողմից նրանք մահացան։ Արդյոք մոլեռանդներ չէին, կրոնական նախանձահույզ մարդիկ, ովքեր կարծում էին, որ մարդ սպանելով ծառայում են Աստծուն։ Հռոմեացիս 10-րդ գլխում էլ է ասում Պողոս առաքյալը հրեաների համար ասում են նրանց համար վկայում են, որ Աստծո հանդեպ նախանձախնդրություն ունեն, սակայն առանց գիտության։ Այսինքն եռանդ ջերմեռանդություն Աստծո նկատմամբ, բայց առանց գիտելիքի, չիմանալով Աստծո արդարությունը, իրենց սեփական արդարությունն էին ուզում դնել օրենքի ճանապարհով նրա առջև արդարանալու։ Այսպիսով հերթական հատվածը կրոնական նախանձավորության դրսևորումների մասին է։ Եկեք կարդանք հատվածը 17-րդ գլուխ 5-ից 9-րդ համարները, որից հետո կնայենք տեքստի բաժանմանը եւ կուսումնասիրենք հատվածը։ Ուրեմն համատեքստը հետեւյալն էր. կհիշեք Պողոսը եւ Շիղան, իրենց խումբը եկան հրեական ժողովարան եւ Պողոս առաքյալը մեկնաբանում էր գրքերը, ապացուցում էր եւ մարտահրավեր էր նետում նրանց բանականությանը եւ ցույց էր տալիս Սուրբ գրքում, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ այժմ տեսնում ենք Ղուկասը ներկայացնում է արձագանքը լսարանի, թե ինչպես արձագանքեցին նրանք։ Նայեք 5-րդ համարից սկսած։ Բայց հրեաները, որոնք չհավատացին, նախանձեցին։ Եվ փողոցից մի քանի դատարկապորտ անօրեն մարդ հավաքելով մեծ խառնաշփոթություն բարձրացրին քաղաքում եւ Յասոնի տան վրա հարձակվելով ուզում էին նրանց հրապարակ տանել։ Այս 5-րդ համարում մենք տեսնում ենք այս անհավատ, անհնազանդ հրեաների թշնամության պատճառը, որը նախանձն էր։ Այնուհետև 6-ից 7-րդ համարներին նայեք, մենք տեսնում ենք այդ թշնամությունը դրսևորելու մեթոդները, թե ինչ մեթոդներ նրանք կիրառեցին։ 6 եւ 7-րդ համարներին նայեք։ Եվ երբ նրանց չգտան, Յասոնին եւ մի քանի եղբայրների քաշելով տարան քաղաքապետների մոտ, աղաղակելով. սրանք, որ ամբողջ աշխարհն իրար խառնեցին, այստեղ էլ հասան, որոնց Յասոնն ընդունել է, եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով, թե մի ուրիշ թագավոր կա, Հիսուսը։ Տեսնում ենք, որ նրանք բողոքներ են բարձրացնում, մեղադրանք են հնչեցնում, սուտ մեղադրանքներ, եւ 8-ից 9-րդ համարներում արդեն տեսնում ենք նրանց այս թշնամության արդյունքը 8
եւ 9-րդ համարներում տեսեք թե ինչպես ազդվեց լսարանը այս սուտ մեղադրանքներից եւ տագնապի մատնեցին ժողովրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները, բայց Յասոնից ու մյուսներից երաշխիք ստանալով արձակեցին նրանց։ Հատվածի գլխավոր միտքը հետևյալն է. անհավատ կրոնավորների պայքարը դրսևորվում է ոչ թե Աստծո խոսքի պաշտպանությամբ, այլ թշնամանքով։ Անհավատ կրոնավորները, ովքեր որ պայքար են մղում, նրանք չեն կարողանում խոսքի միջոցով պայքարել։ Ինչու՞։ Որովհետև մի քանի համար առաջ, երբ Պողոս առաքյալը նրանց ապացուցում էր մեկ առ մեկ, նրանք ոչ մի հակափաստարկ չկարողացան ներկայացնել։ Եվ ինչն է հետաքրքիր, որ 4-րդ համարում ասում է ոմանք ներողություն 5-ում հрьяաները, որոնք չհավատացին, այս բառը շատ հետաքրքիր էր հունարենում։ Չհավատացին նշանակում էր ուղիղ իմաստով թույլ չտալ քեզ համոզել։ Թույլ չտալ քեզ համոզել։ Այսինքն սա ցույց է տալիս մարդկանց ներքին տրամադրվածությունը խոսքը լսելու ժամանակ։ Ազնիվ կերպով ես լսում խոսքը, ընդունելու համար ես լսում, թե ոչ։ Ահա այսպիսի վերաբերմունքի արժանացան նրանք։ Եվ սա, եթե դուք հասկանաք, դուք ավելի լավ կհասկանաք հաջորդ հատվածը, ինչու է Պողոս առաքյալը բերեացիներին կոչում ավելի ազնիվ, որ սրանք ասում է ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղող հրեաները։ Ինչու՞։ Ինչպես էր դրսևորվում նրանց ազնվությունը։ Գրքերն էին քննում, նայում էին գրքերում, ստուգում էին, արդյոք ինչ որ քարոզվում է, դա այդպես է թե ոչ։ Այսպիսով այս անհավատները, ովքեր թույլ չտվեցին, որ խոսքը ազդի իրենց վրա եւ փոխի իրենց կրոնական պատկերացումները, նրանք սկսեցին պայքարել, բայց ոչ թե խոսքի միջոցով, այլ թշնամանքի, թշնամություն տարածելով։ Եվ հետաքրքիր է, որ այստեղից մի կարևոր ճշմարտություն եւս ծնվում է, որ Աստծո գրավոր խոսքին համառորեն չենթարկվելը վերածվում է կրոնական մոլեռանդության։ Աստծո գրավոր խոսքին համառորեն չենթարկվելը վերածվում է կրոնական մոլեռանդության։ Եվ երբ որ դուք մտածեք ինչու են ձեր լսարանը երբեմն սուր արձագանքում ավետարանին, ինչու են թշնամություն ցույց տալիս, դրա պատճառը լինում է այն ոչ թե որ նրանք կարողանում են ձեզ խոսքով հակափաստարկներ բերել, այլ որ չեն կարողանում եւ դիմադրում են ավետարանի ճշմարտությանը, այն վերածվում է թշնամանքի ձեր նկատմամբ եւ ավետարանին։ Ինչը որ այստեղ արեցին հрьяաները։ Հետևաբար նրանք անհավատ են, ինչպես Ղուկասն է ասում, նրանք կրոնավոր են, որովհետեւ սինագոգում էին եւ նրանց անհավատության պայքարը այս հատվածում դրսևորվում է նրանով, որ իրենք չեն գործածում խոսքը, այլ թշնամանքն են գործածում որպես պայքարի միջոց։ Եվս մի երկու կարևոր միտք սրա վերաբերյալ, անհնազանդություն ավետարանին նշանակում է հասկանալ պահանջը, բայց չընդունել այն։ Անհնազանդություն տերմինը երբ օգտագործում է Սուրբ Գիրքը, դա ցույց է տալիս, որ մարդը լսել է պահանջը, գիտի ինչ է պետք, ինչ պետք է անի, բայց չի հնազանդվում։ Այսինքն սա ոչ թե չիմացության հարց է, կամ որ ասում է անհավատություն, այլ իմանալով սեփական կամքն են առաջ դնում եւ չեն հնազանդվում։ Հետևաբար, երբ Պողոս առաքյալը Հռոմեացիում ասում է, որ նրանք չհնազանդվեցին ավետարանին, արձանագրում է միևնույն ժամանակ նրանց պատասխանատվությունը, որ քարոզվեց, փաստարկվեց, միթե չքարոզվեց, միթե նրանց ձայնը չլսվեց, բայց նրանք համառորեն դեմ կանգնեցին, չենթարկվեցին ավետարանին եւ այն վերածվեց կրոնական մոլեռանդության։ Այսպիսով, ովքեր պատրաստ չեն ընդունելու ավետարանը, ովքեր պատրաստ չեն փոխելու իրենց համոզմունքը, իրենց նախկին համոզմունքները, նրանք ավետարանը լսում են անազնվորեն։ Ի տարբերություն բերեացիների, ովքեր ավելի ազնիվ են։ Դրա համար սիրելիներ, հիշեք սա, երբ կգնաք ավետարանելու, ինչպես Պողոսն է այստեղ անում, ձեր լսարանում երկու տեսակ մարդիկ էլ լինելու են։ Մարդիկ, ովքեր որ քո փաստարկները մի կողմ կդնեն, դու Պողոսի նման ցույց կտաս, որ այսպես է, այսպես է, այսպես է գրված, բայց նրանք կշարունակեն համառել։ Եվ դա կնշանակի ոչ թե որ նրանք չհասկացան պահանջը, այլ ընդդիմացան եւ չընդունեցին, չհնազանդվեցին
ավետարանին։ Այսպիսով այս հատվածում մենք տեսնում ենք կրոնական թշնամանքի 3 դրսևորում։ Տեսնում ենք կրոնական թշնամանքի 3 դրսևորում։ Այս կրոնական մոլեռանդությունը թշնամանքը ինչպես է դրսևորվում։ Առաջին, ինչպես է դրսևորվում կրոնական թշնամությունը կամ մոլեռանդությունը, կամ եթե կուզեք ձեր մտքում կարող եք մտածել ֆանատիզմը նույնիսկ։ Առաջին հասարակությանը անհանգստացնելով։ Առաջին հասարակությանը անհանգստացնելով։ Նայեք 5-րդ համարին։ Եվ այս մեկ համարում մենք տեսնում ենք այս անհանգստությունը տարածելու գործընթացը։ Տեսնում ենք պատճառը, տեսնում ենք քայլերը եւ տեսնում ենք նպատակը։ Նայեք 5-րդ համարին, իսկ անհավատ հրյաները կամ ովքեր չհավատացին, նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով քաղաքը տակնու վրա արեցին եւ Յասոնի տան վրա հարձակվելով ուզում էին նրանց հրապարակ տանել։ Այս համարով Ղուկասը մեզ հարուստ եւ բազմակողմանի տեղեկություններ է տալիս Հիսուսին չընդունած հրյաների մասին։ Համարում տեսնում ենք անհավատ հրյաների ներքին վիճակը, տրամադրվածությունը, իրական շարժառիթը եւ նրանց կատարած քայլերը։ 5-րդ համարի հիմնական բայը կամ հայերենում բայերը տակնու վրա անել արտահայտությունն է։ Այս արտահայտությունը հունարենում մեկ բառ է։ Գրված է տորուբեո բառով, որ նշանակում է անհանգստացնել կամ խառնաշփոթ ստեղծել քաղաքում։ Հայերենում թարգմանված է տակնու վրա անել։ Ես չգիտեմ, այս բառը լսելիս դուք ինչպես եք պատկերացնում, ինչ եք պատկերացնում տակնու վրա ասել, անել ասելով, բայց այն նշանակում է խառնաշփոթություն ստեղծել, զանգվածային անկարգություն, անհանգստություն տարածել։ 5-րդ համարի մյուս նկարագրություններից հասկանում ենք, որ նրանք այս զանգվածային անկարգությունները կազմակերպել են հետևյալ հերթականությամբ։ Իմիջիայլոց սա շատ նման է նաև ինչ որ մենք ականատես եղանք 2018 թվականին Երևանում։ Այսինքն ամբողջ ժողովրդի մեջ մի տագնապ առաջացավ, վերածվեցին ամբոխների եւ գնաց դեպի իշխանափոխություն։ Այսինքն այս օրինակը ես բերում եմ պատկերացման համար, որ դուք տեսնեք թե ինչ էին անում այստեղ մոլեռանդ կրոնականները եւ ինչ պայքարի մեթոդներ էին կիրառում։ Այսպիսով 5-րդ համարի սկզբում տեսնում ենք անկարգությունները կազմակերպելու պատճառը։ Տեսեք, թե ինչու են անում այս բաները եւ ինչու են կազմակերպում նման պայքար Պողոսի եւ Շիղայի դեմ։ Նայեք համարի առաջին մասին, այն նախանձն է։ Այն նախանձն է, զելոս բառն է գրված հունարենում։ Նշանակում է մեկի նկատմամբ թշնամանք պահել, ուժեղ ձգտում, եռանդ, մեծ ցանկություն։ Նախանձը զգացում է։ Նախանձը դժգոհության զգացում է, զայրույթի զգացում, վրդովմունքի զգացում, անհանգստություն, հոգեկան նեղություն։ Սա ցույց է տալիս հրյաների ներաշխարը, նրանց ապրումները, զգացումները եւ գործելու դրդապատճառը։ Հունարենում այս տերմինի սովորական թարգմանությունը եռանդունությունն է, որպես կրքոտ նվիրվածության վիճակ, ինչ որ մի բանի, ինչ որ մի գաղափարի։ Այս բառը չեզոք է եւ կարող է լինել եւ դրական եւ բացասական։ Մեկական օրինակ բերեմ պատկերացման համար։ Դրական օրինակ Հովհաննես 2:17-ում գրված է եւ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է քո տան նկատմամբ նախանձն ինձ կերավ։ Նույն զելոսն է գրված, բայց համատեքստից հասկանում ենք, որ սա ներքին եռանդ է Աստծո սրբության նկատմամբ։ Այս նախանձախնդրությունը ճիշտ նպատակի համար է, կա դրական եռանդ սխալ ուղղությամբ։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 2-րդ համար, տեսեք, քանզի վկայում են Պողոսն է ասում նրանց, որ Աստծո հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ գիտակցաբար կամ ոչ գիտությամբ։ Տեսնում եք, առանց Աստծո գիտության եղած նախանձախնդրությունը տանում է կործանման։ Այս համատեքստում Իսրայելի փրկության հարցն էր, որին ուզում են հասնել իրենց նախանձախնդրությամբ եւ օրենքի կիրառմամբ։ Մեկ օրինակ էլ բերեմ Քրիստոսի մեջ մանուկի կյանքից, որտեղ նույն բառն է Պողոսը գործածում, առաջի Կորինթացիս 3:3, որովհետեւ տակավին մարմնավոր եք, քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ եւ կռիվ կա, չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ Այստեղ բացասական է, որն արտահայտվում է ծայրահեղ եսասիրությամբ, որն էլ հանգեցնում է վեճերի եւ բաժանումների։
Եվ բացասական եւս մեկ օրինակ Հակոբոսն է գրում 3:16-ում, որովհետեւ որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Ամեն տեսակ աններդաշնակություն կլինի նախանձի եւ եսասիրության արդյունքում, քանի որ ինչպես կասեր Հակոբոսը առաջին գլխում, ով իմաստության պակաս ունի, թող խնդրի Տիրոջից եւ նա կտա։ Եվս մեկ համար Գաղատացիցում Պողոսը գրում է 4:17-ում կեղծ վարդապետներ ուշադիր լսեք, ձեր նկատմամբ նախանձախնդիրը նույն բառն է գրված, ոչ թե բարի նպատակով։ Այսինքն կարելի է լինել նախանձախնդիր ոչ բարի նպատակով։ Ուզում են ձեզ հեռացնել մեզնից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Մի խոսքով այս զելոս բառը պետք է հասկանալ ըստ համատեքստի։ Եվ մեր համատեքստում խոսքը բացասական նախանձախնդրության կամ նախանձի մասին է։ Այլ բառեր եւս կան նախանձի մասին, բայց դրանց բոլոր տարբերությունները հնարավոր չէ ընդգծել այս պատգամի ժամանակ։ Հիմա կարևոր է, որ իմանանք, որ այս մարդիկ լցված են չարությամբ, նախանձով եւ իրենց մյուս քայլերի պատճառը հենց նախանձն է։ Չհավատացին, նախանձեցին եւ անմիջապես հետո սկսում է թվարկել այդ նախանձի, այդ թշնամանքի դրսևորումը։ Խնդրում ուշադրություն։ Հետաքրքիր չէ թե ինչ պատճառ ունեին այս անհնազանդ հրեաները սինագոգի այս ակտիվ դեմքերը նախանձելու Պողոսին։ Եթե նայեք 4-րդ համարին անմիջապես կհասկանաք նրանց նախանձի բուն պատճառը։ Նայեք 4-րդ համարին։ Եվ նրանցից ոմանք հավատացին Պողոսի քարոզչությանը եւ Պողոսի եւ Շիղայի հետ միացան։ Ու նաեւ Աստվածավախ հույների մի բազմություն ու երևելի կանանցից էլ հավատացողների թիվը քիչ չէր։ Տեսնում եք, քանի խմբից մարդիկ են լքում հրեական սինագոգը։ Հրեաներ, Աստվածավախ հույներ, պրոզելիտներն են, հրեության դարձածներ, երևելի կանայք, հարուստ կանայք, պատվավոր կանայք եւ այս բոլորի թիվը քիչ չէր, Ղուկասը նշում է։ Գուցե ժողովրդանի 50%-ը դուրս էր եկել Պողոսի քարոզչության արդյունքում։ Իրենց ազդեցությունը նվազել էր, ֆինանսը բնականաբար կտրվել էր, կամ կկտրվեր, ժողովուրդը աստիճանաբար կպակասեր։ Ավետարանին անհնազանդների համար միթե նորմալ առիթ չէ նախանձելու սա, երբ համայնքը դատարկվում է եւ գնում է ուրիշ համայնք։ Սակայն այս արդյունքները բոլորովին ուրախություն չբերեցին Պողոսի լսարանին կամ այս դեպքում խաչի թշնամիներին, հակառակորդներին։ Անհավատ հրեաները նախանձում էին Պողոսի հաջողությանը եւ վշտանում էին տեսնելով, թե ինչպես են հեթանոսներն ու ազդեցիկ կանայք դուրս գալիս ժողովարանից։ Կարևոր սահմանում ավետարանի հանդեպ թշնամանքը ծնվում է հայտնված ճշմարտություններին դիմադրելու անկարողությունից։ Ավետարանի հանդեպ թշնամանքը ծնվում է հայտնված ճշմարտություններին դիմադրելու անկարողությունից։ Նրանք ոչինչ չկարողացան հակադարձել Պողոսին եւ ոչ մի մեջբերում չարեցին ապացուցելու, որ այն Քրիստոսը, որին դու քարոզում ես, նա Մեսիան չէ։ Եվ արտահայտվեց նախանձով եւ այս դրսևորմամբ։ Պողոսը հույս ուներ, որ հրեաների փրկությունը կհրահրի հրեաներին ուսումնասիրել, հեթանոսների փրկությունը ներողություն կհրահրի հրեաներին ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Սրա մասին նա Հռոմեացիս 11-ում է գրում, բայց այս դեպքում դա միայն հրահրեց նրանց հալածանքը նորաստեղծ եկեղեցու նկատմամբ։ Հիշում եք 11-րդ գլխում ասում է իմ փափագն է, որ նրանց նախանձը շարժեմ, որ ոմանց փրկեմ, որ նրանք տեսնեն հեթանոսների փրկությունը եւ իրենք էլ գան փրկության։ Բայց տեսնում ենք այստեղ նրանք նախանձեցին եւ թշնամություն դրսևորեցին նրանց նկատմամբ։ Այսպիսով հրեաները նախանձեցին Պողոսի հաջողության համար։ Կարևոր հարց. ինչպես սահմանենք նրանց նախանձը ըստ այս համարների։ Նախանձը հոգեկան ցավ է ուրիշի հաջողության պատճառով։ Նախանձը հոգեկան ցավ է ուրիշի հաջողության պատճառով։ Երբ մենք գիտակցում ենք որևէ առավելություն կամ գերազանցող բան ուրիշի մոտ, որը չկա մեզ մոտ, երբ մենք տեսնում ենք, որ մեկը մեզնից լավ է ինչ-որ բանով կամ ինչ-որ բանում, ունի ավելի շատ կարողություն, հաջողություն, քան մենք, որևէ մեկին տրվում է ավելի շատ հաջողություն, քան մեզ, եւ եթե այդքանը տեսնելով մեզ մոտ զայրույթի զգացում չի առաջանում,
ուրեմն մենք չենք նախանձում։ Եթե ունենում ենք ուրախություն դիմացինի հաջողության պատճառով եւ ոչ թե ցավ, ոչ թե հոգեկան տառապանք, ինչու իրեն եւ ոչ ինձ։ Կարծեմ այս զգացումը բոլորս էլ փորձառել ենք։ Առավելևս մենք հիմա խոսում ենք անհավատ հрьяաների մասին։ Բայց եթե սրտում առաջանում է որևէ վրդովմունք, դժգոհություն, ինչու ինձ մոտ այդպես չի ստացվում, ես երևի երբեք չեմ դառնա այդպեսին եւ սկսում ենք անհանգստանալ, կամ ինչու նրա մոտ հաջողվեց, բայց ինձ մոտ ոչ, սա արդեն կոչվում է նախանձ։ Սա դժգոհության զգացումը, երբ գիտակցում է ուրիշի առավելությունը կամ հաջողությունը։ Նրանք տեսան ինչպես դատարկվեց սինագոգը եւ նախանձեցին։ Սա սիրո պակաս է, ըստ Կորինթացիս 13-ի, քանի որ սերը չի նախանձում, սերը իրենը չի փնտրում։ Նախանձը արտահայտվում է ցանկությամբ ունենալու այն, ինչ ուրիշն ունի, եւ դու չունես։ Եվ եթե դուք հիշեք, սրա մասին պատվիրանների մեջ էլ կա։ Ելից 20:17, 10 պատվիրանների շարքում գրված է՝ մի ցանկացիր։ Մյուս պատվիրանները հիմնականում կապված են որևէ գործողությունների հետ, բայց այս մեկը, որը նայում է ուղիղ մարդու սրտին, սրտի մեջ, մի ցանկացիր, քո դրացու տունը, քո դրացու կնոջը, նրա աղախնին, նրա եզը, նրա էշը եւ դրացուտ որևէ բան։ Եթե այս բաները ժամանակակից լեզվով մենք ասենք, կստացվի մի ցանկացիր կողքինիդ բնակարանը, կնոջը, աշխատանքը, նրա կարիերան, նրա մեքենան, եւ այս պատվերը ավարտվում է կարծես իր մեջ ամփոփելով պնդումը, ողջ պնդումը, որևէ բան մի ցանկացիր։ Ինչ ուրիշինն է։ Դժգոհությունը արտահայտվում է, երբ մենք ցանկանում ենք մի բան, որն ունի ուրիշը կամ պատկանում է ուրիշին։ Եվ նույնը Հակոբոսն էլ է ասում, նախանձը դնում է Հակոբոսը հենց ցանկության համատեքստում եւ ասում, ցանկանում եք եւ չունեք, սպանում եք եւ նախանձում ու չեք կարողանում ձեր ուզածին հասնել։ Նախանձը շատ այլ դրսևորումներ էլ ունի։ Այն ցանկությունը ուրիշի տեղը լինելու։ Նույն գործքում մենք 7-րդ գլուխի 9-րդ համարում ենք տեսնում գրված է այսպես. նահապետները Հովսեփին նախանձելով նրան վաճառեցին։ Նրանց նախանձը Հովսեփի հագուստը չէր, այլ Հովսեփին ամեն անգամ տեսնելով հիշում էին հոր յուրահատուկ սերը նրա նկատմամբ։ Նահապետները ասում են նախանձից դրդված արեցին դա, Ղուկասը շեշտում է։ Եվ վերջին դրսևորումը այս բառի ծայրահեղ դրսևորումն է հենց զելոտիզմն է։ Զելոտները ակտիվիստներ են, որոնք ձգտում են հաստատել Աստծո իշխանությունը ապստամբության միջոցով։ Ցուցաբերում այդ նպատակով տառապելու պատրաստակամություն եւ կրքոտ կերպով հավատում են, որ Աստված կմիջամտի իրենց գործին եւ կտա հաջողություն։ Սա կրոնական մոլեռանդությունն է նախանձի հիմքով։ Այսպիսով այս հրյաները, որոնք համապատասխան են մեր ընկալմամբ ավետարանին անհնազանդ կրոնավորներին, ովքեր արտաքին կերպարանք ունեն հոգևորականի, բայց իրականում ճշմարիտ դարձ չեն ապրել, նրանք նախանձից դրդված պայքարում են իրենց դիրքի, ազդեցության եւ կրոնական վերահսկողությունը պահելու համար։ Որովհետեւ այդ ժողովրդին պետք է ինչ-որ կերպով հետ բերել նորից, դուրս են եկել։ Եվ ինչ պետք է անեն։ Պետք է հասարակությանը անհանգստացնեն եւ իրենց ստրատեգիական ծրագրի առաջին քայլը հետեւյալն է, նրանց թշնամությունը դրսևորվում է հենց այսպես։ Այսպիսով նախանձը անհավատ հрьяաների չարությունների պատճառն էր եւ նրանք զանգվածային այս անկարգությունները ստեղծեցին հենց նախանձի պատճառով։ Նայեք քայլերը նրանց։ Համարի մյուս մասին։ Թե ինչպես են կազմակերպում այս անկարգությունը։ Այստեղ տեսնում ենք, որ նրանք հավաքում են ամբող, անպիտան մարդկանց, տարածում են խուճապ, կազմակերպում արշավ հասնելով միսիոներների տուն։ Ես ամեն անգամ ամեն այս տողը գրելիս աչքիս առաջ էր գալիս քաղաքական հեղափոխությունները։ Նույն պատկերն է։ Եվ ցավոք սա արվում է կրոնավորների կողմից։ Եվ չգիտեմ դուք դա տեսաք թե ոչ, ամիսներ առաջ նյութ հրապարակվեց, նույնիսկ թղթերը եթերներում դրեցին 10-12 էջանոց ստրատեգիական ծրագիրը իշխանափոխություն անելու եւ ամենացավոտ մասը դրա այն էր, որ այն արվել էր հենց եկեղեցու կրոնավորների, իշխանավորների կողմից սրբազան պայքարի շրջանակներում։ Եվ ես այդ 10 էջը երբ կարդացի, գիշեք հայ եղբայր խոսում էինք միասին,
Երբ կարդացի այնքան մանրամասնությամբ էր գրած ինչպես պետք է իրենք հասնեն այդ նպատակին, որ եթե ես նույնիսկ սա թողեի այս նկարագրությունը եւ կարդայի դա, կիմանայիք նույնն է։ Այդքան մանրամասն մշակված, ինչպես պետք է մանիպուլացնեն ժողովրդին, ինչպես պետք է ազդեն նրանց վրա, ինչպես պետք է սերմանեն թշնամություն, որպեսզի բերեն նորից իրենց կողմ։ Ղուկասն ասում է, որ նրանք հավաքում են հրապարակից անմիտ կամ ուրիշ թարգմանությամբ անպետք մարդկանց, իրենց հետ որպես ուղեկից կամ օգնական։ Հրապարակից են հավաքում, սա ագորան է, որը սկզբում բաց հրապարակ էր, որտեղ թագավորը խոսում էր ժողովրդի հետ, ավելի ուշ այն հրապարակ էր, որտեղ հավաքվում էին քաղաքացիներ, այնտեղ լիքը ժողովուրդ կար։ Այն բաց տարածք էր, որի շուրջը գտնվում էր կարևոր կառավարական շենքերը, ինչպես նաև խանութներ, որտեղ կարելի էր գնել անհրաժեշտ ամեն բան։ Ինչպիսի բնութագիր է տալիս Ղուկասը այս օգնականների մասին։ Խնդրում նայեք նկարագրերին։ Ասում է, նրանք թափառում էին եւ անպիտան էին։ Մի թարգմանությամբ ասում է դատարկապորտ։ Անպիտան բառը պատկանում է աղքատության կամ կարիքի խմբին։ Ունի հետևյալ իմաստները՝ տխուր, անհաջողակ, հոգսերով ծանրաբեռնված, խնդիրներ բերող, խղճուկ, աղքատ, քաղաքականապես անօգուտ, անարժեք եւ վերջապես ուշադիր լսեք, բարոյապես դատապարտելի։ Այս նկարագրությունը ունեցող մարդկանց են հավաքում այս նպատակի համար։ Եվ սովորաբար այսպիսի խմբավորումների մեջ այսօր համացանցը որ կա ավելի պարզ է, մարդիկ կան, իրենք չգիտեն ինչու են հավաքվել։ Ընդհանրապես, որովհետև իրենք ուղակի միացել են ամբոխին։ Իրենք են գումարով լացողներին հիշում եք, իրենք էլ գումարով հավաքվում եւ գոռում են, բայց թե ինչու, չգիտես, իրենք էլ չգիտեն, որտեղ ես նկարագիրն այսպեսին է։ Հրապարակներում թափառող անբան եւ անբարոյական մարդիկ։ Ահա իրականում ովքեր են ցույց անողները, ակտիվիստները այստեղ։ Եվ ում են օգտագործում այս կրոնավորները իրենց պայքարը մղելու համար, որպեսզի Պողոսի եւ Շիղայի առաջ խաղացումը կասեցնեն։ Այսպիսով նրանք այս անպիտան մարդկանցով վերածում են ամբոխի եւ ինչպես ընդունված է ասել, ամբոխը զորավոր է ըստ իրանց։ Եվ ամբոխի միջոցով երկրորդ քայլն են կատարում։ Տեսեք, տակնու վրա են անում քաղաքը։ Այս բառը նշանակում է խանգարել, շփոթեցնել, իրարանցում բարձրացնել, անհանգստացնել, մի խոսքով խառնաշփոթի վերածել։ Սովորաբար այս ամբոխի մեծ մասը, երևի 80%-ից ավել տեղյակ չէ իրենց նպատակի մասին, ինչու են այնտեղ։ Եվ վերջին երրորդ քայլը տեսեք, նրանք հարձակվում են այս չար ամբոխով, համարում ասվում է Յասոնի տան վրա հարձակվելով։ Ժողովուրդը ենթադրեց, որ Պողոսը եւ Շիղան եւ Տիմոթեոսը այնտեղ են։ Յասոնի մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նա հրյա էր, քանի որ Սփյուռքում շատ հրյաներ էին կրում այս անունը, Յասոն անունը։ Ահա նրանց ստրատեգիական քայլերը։ Եվ ինչու են անում այս ամենը։ Տեսեք, համարում ցույց է տալիս նաև նպատակը։ 5-րդ համարի վերջում ուզում էին տանել հրապարակ։ Ուզում էին տանել հրապարակ։ Հրապարակը դեմոս բառն է, որը հանրային վայր է։ Ստացվում է, որ նրանք ուզում են հանրայնացնել ինչ որ ուզում են անել, ուզում են որ դա լինի հանրային։ Իրենց չար մտադրությունով ուզում են հեղինակազրկել միսիոներներին, որ նրանց քարոզը չլսեն, քանի որ լսելու եւ հնազանդվելու արդյունքում սինագոգները դատարկվում էին եւ բոլորը գնում էին Պողոսի եւ Շիղայի հետևից։ Շատերը երբ ճշմարտությունը լսում են ինչպես այստեղ եւ փոխում են իրենց համայնքները, տեղի կրոնավորները այսպես նախանձում են։ Կարծելով, որ մարդկանց տանում են այնտեղից։ Մարդկանց ճշմարտությունն է տանում, սիրելիներ։ Մարդիկ լուսավորվում են, կրոնական ստրկությունից ազատվում են։ Դրա համար ձեր ժողովարանը լքում են եւ գնում են Պողոսի եւ Շիղայի հետևից եւ միանում են նրանց։ Իսկ թե ինչ կանեք դուք հեղինակազրկելու համար այն մարդկանց, այն կաշխատի ձեր դեմ, որտեղ ավետարանի երթը կասեցնել հնարավոր չէ։ Եվ ինչպես Հիսուսը Պողոսին ասեց, դու կվնասես քեզ, եթե ոտաբոբիկ սուր երկաթին խփես։ Ես թարգմանած ասեմ մի անգամից։ Դա վնաս է քեզ։ Դու չես կարող դեմ կանգնել դրան։ Ահա նրանց պայքարի առաջին գործիքը։ Ժողովրդին անհանգստացնում էին։ Դրա պատճառը նախանձն է, նրանց նպատակը հանրային կերպով վարկաբեկելը, որպեսզի ոչ ոք չհետևեր նրանց։
Հարց գիտեք, որ կրոնական եռանդը կույր է։ Այն բորբոքվում է իր նախապաշարումները քանդող ճշմարտությունից։ Կրոնական մոլեռանդությունը քողարկում է իր թշնամանքը նախանձավորության տակ։ Դուք արտաքուստ կարող եք նայեք, ասեք սրանք նախանձավոր են։ Մեր ազգին, մեր երկրին, մեր պետությանը։ Այսպես է հնչում, պաթոսով է հնչում։ Բայց դա քողարկվում է։ Իրենք իրականում նախանձ են։ Նրա առաջին մեթոդը մարդկանց անհանգստացնելն է։ Կարծես արթնացնելն է, որ սկսեն լսել իրենց հաջորդիվ սուտ վկայությունները, որպեսզի արթուն լինեն հաջորդ իրենց մեթոդներին ունկնդիր լինելու համար։ Ով մարդ, որ ասում ես իբր հավատում ես Աստծուն, դու ազնիվ ես ճշմարտությունը իմանալու, սովորելու, ընդունելու հարցում։ Թե արգելում ես, որ փաստերը քեզ համոզեն, դեմ ես կանգնում։ Այս լսարանի հետ դուք առօրյայում երբ առնչվեք ու տեսնեք, որ մարդը առանց հասկանալու փաստերին ուշադրություն չի դարձնում, առաջ անցեք իրենցից։ Որովհետև փաստերը ոչ թե անհավատությունից հավատի են բերում մարդկանց, այլ հավատացյալներին ամրապնդում են։ Որովհետև եթե մեռելն էլ հարություն առնի, նրանք դարձի չեն գա։ Այս փաստերը Հիսուսի հանդեպ համոզվածություն ձեռք բերելու համար էր։ Եվ փաստ տեսեք, որ նրանց ոչ մի օգուտ չտվեց։ Որոնք պետք է լինեն այսօր հոգևորականների պայքարի միջոցները։ Արդյոք պետք է կռվել եւ պայքար մղել մարմնի եւ արյան դեմ։ Արդյոք պետք է մարմնավոր զենքեր գործածել հոգևոր նպատակների համար, ինչպես անում են այստեղ։ Պողոսը գիտեք, որ ասում է մեր զենքերը հոգևոր են եւ մենք չենք կռվում մարմնի եւ արյան դեմ։ Եվ վերջիվերջո արդյոք պետք է նախանձել, երբ Տերը հաջողում է մյուսի իր գործը մյուսի միջոցով։ Նույնն է այսօր։ Հիսուսին քարոզողները հալածվում են սեփական երկրի հոգևոր իշխանության կողմից եւ անվանվում, ասեք դուք, աղանդ։ Նրանք այս անելով ցույց են տալիս իրենց նախանձը, քանի որ ովքեր սկսում են ճանաչել ճշմարտությունը, սկսում են լքել իրենց եկեղեցաշենքերը։ Երբ լքում են, նրանք կորցնում են իրենց իշխանությունը, իրենց ազդեցությունը, իրենց վերահսկողությունը, իրենց ֆինանսը վերջի վերջո։ Եվ չեն կարող կառավարել մարդկանց։ Ահա թե ինչու են ճնշում Հիսուսին քարոզողներին, քանի որ նրանք ավետարանի միջոցով, այսինքն Հիսուսին քարոզողները գողանում են նրանց իշխանությունից մարդկանց, ովքեր հոգևոր կուրության ու ստրկության մեջ են։ Կհիշեք 2 գլուխ առաջ, երբ այն դևով բռնված աղախնուն էլ ազատագրություն եկավ, դրամասերներն ինչ արեցին։ Շահը կտրվել էր։ Իրենք անհանգստացել էին իրենց ազդեցության կորստով, ֆինանսի կորստով։ Երբ Պողոսի նման ապացուցում ես, մեկնաբանում ես, որ Հիսուսը Քրիստոսն է, որ փրկությունը հավատով է, ոչ թե մկրտությամբ, որ մկրտությունը վերստին ծնունդի համար չէ, այլ արտաքին մեղքերից մաքրվելու համար չէ, եւ շատ այլ հարցեր անմիջապես սկսում է քո ուղղությամբ հալածանք։ Այն էլ նման նենգ միջոցներով, քանի որ նրանք դիտավորյալ փակում են իրենց ականջները ճշմարտության առաջ եւ թույլ չեն տալիս իրենց փոխել իրենց սխալ համոզմունքը։ Տեսնում եք, որ փաստերը շարելը հավատացողի համար է օգտակար։ Իսկ չհավատացողը չի էլ հավատա նույնիսկ ձեր ամենագեղեցիկ ճշգրիտ փաստարկները լսելով։ Նմանները անկեղծորեն չեն փնտրում ճշմարտությունը։ Դրա համար սա հիշեք զուգահեռ մյուս հատվածին, որտեղ որ Ղուկասը գրում է Բերիայի ժողովուրդը ավելի ազնիվ էր, քան Թեսաղոնիկեի հրեաները, որտեղ սրանք քննում էին, սրանք ուսումնասիրում էին, տեսնելու համար արդյոք դա այդպես է, այսինքն եթե այդպես է, փոխվեմ։ Ինչը կարող է ինձ խանգարել, որ իմ սխալ համոզմունքը փոխեմ, որտեղ ազնիվ կերպով լսում էին հավատալու եւ ընդունելու համար։ Համացանցում տեղադրել է մի հայտնի սուտ ուսուցչի Բենիհինի մասին, գրել է աստվածաբանական հիմնավորումներ, նրա սուտ ուսուցման խնդրի մասին, հիմքի մասին, լուսաբանել էի, թե ինչպես եւ որտեղ է նա խափում մարդկանց եւ ինչպես արձագանքեցին մարդիկ, գիտեք։ Նրանք պարզապես հարցակվեցին վրաս էլեկտրոնային տարբերակով։ Եվ մեկ հոգի չեղավ հարյուրավոր մեկնաբանությունների մեջ եւ նամակների մեջ, մի հոգի չգտնվեց, ով որ կասեր եղբայր, արի աստվածաբանական հիմնավորումները տեսնեմ։
Ապացուցում ես թե ոչ։ Մոլերանդի նման պաշտպանում են անձին եւ մեկին գրեցի որ դու այդպիսի պաշտպանություն ցույց տուր ավետարանի նկատմամբ, ոչ թե անձի։ Ինչու ես կուրացել, այդ եռանդդ ինչի համար է աշխատում, ինչու չես լսում փաստերը, ինչու չես ուզում ընդունել։ Այս նույն կատեգորիայի մարդն է։ Սա կրոնական թշնամանքի առաջին դրսևորումն է, որը կիրառվում է քրիստոնյաներին հալածելու համար։ Երկրորդ դրսևորումը տեսեք, առաջին նրանք հասարակությանը անհանգստացնում են, որպեսզի արթնացնեն, պատրաստեն հաջորդիվ իրենց ստերը լսելու։ Երկրորդ դրսևորումը ինչպես է դրսևորվում կրոնական թշնամանքը։ Երկրորդ դրսևորումը անխղճությունն է։ Դրսևորվում է անխղճությամբ։ Եվ այս համարում տեսնում ենք անխղճության երկու դրսևորում՝ ֆիզիկական եւ բարոյական։ Ֆիզիկական անխղճություն եւ բարոյական։ Նայեք 6 եւ 7-րդ համարներին։ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ։ Աղաղակելով, սրանք, որ աշխարհը տակնու վրա են արել, այստեղ են հասել։ Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա, Հիսուսը։ Տեսեք նրանց անխղճության առաջին դրսևորումը, ֆիզիկական անխղճություն 6-րդ համարում։ Նրանք Յասոնին եւ եղբայրներից մի քանիսին ենթարկում են ֆիզիկական բռնության։ Գրված է քարշ են տալիս։ Դե ծանոթ լինելով այս ամբողջի մարդկային որակներին, նկարագրին, նորմալ է նման դրսևորումը։ Բայց աննորմալ է, քանի որ այս ամենը կատարվում է ժողովարանի մարդկանց կամ առաջնորդների կողմից։ Հիշեք, որ սա անողները կրոնավորներ են, կազմակերպողը կրոնավորներ են։ Գրված է, որ երբ չգտան Պողոսի խմբին։ Ավետարանիչների խմբին չգտնելը ամենայն հավանականությամբ պայմանավորված էր նրանց զբաղվածությամբ, նրանք ավետարանն էին քարոզում եւ Յասոնի տանը չէին, դուրս էին եկել։ Նրանք տանը չէին եւ փառք Աստծո որ տանը չէին, հակառակ դեպքում այս անօրենությունը գուցե ավարտվեր նրանց սպանությամբ, քանի որ նրանց նկատմամբ նախանձից եռում էին հрьяաները։ Եվ ոչ միայն անխղճորեն են վարվում ֆիզիկապես, այլ տեսնում ենք բարոյական անխիղճ նկարագիր։ Տեսեք, նրանք մի քանի հարկանիշ ստեր են ասում եւ այն էլ աղաղակում են, որ լավ լսվի, որ բոլորը լսեն։ Տեսեք, քանի մեղադրանք են ասում։ Առաջին, սրանք աշխարհը տակնու վրա են արել եւ հասել են այստեղ։ Մեթյու Հերին հետաքրքիր գրառում է անում սրա մասին։ Նա ասում է. այս մարդիկ անգիտակցորեն Պողոսին եւ խմբին տալիս են ճիշտ գնահատական, որ տակնու վրա են արել աշխարհը, բայց ոչ այն իմաստով, որ իսկապես ավետարանն է տակնու վրա արել ամբողջ աշխարհը։ Իսկապես որ նրանց քարոզած ավետարանով մարդիկ կուրքերից դարձան դեպի կենթանի Աստված, ինչպես Պողոսն է հենց Թեսաղոնիկեցիս նամակում գրում 1:10, տեսեք ինչ է գրում Պողոսը, որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպես եղավ մեր մուտքը ձեր մեջ, եւ թե ինչպես կուրքերից դարձաք դեպի կենթանի Աստված, նրան ծառայելու եւ երկնքից սпасելու նրա որդուն։ Այսինքն Պողոս առաքյալը Ղուկասը այստեղ ցույց չի տալիս Թեսաղոնիկեում, որ այս դարձի եկողները կուրքերից են դարձել, բայց Թեսաղոնիկեցիս նամակում Պողոսը արձանագրում է, ասում է մեր քարոզչությամբ դուք կուրքերից դարձել եք ճշմարիտ Աստծուն։ Նրանք այս մեղադրանքով հեղինակազրկում են Պողոսին եւ խմբին, ներկայացնելով նրանց ուշադիր լսեք, որպես վարակ տարածողներ։ Մարդիկ, ովքեր վտանգ են ներկայացնում հասարակության համար եւ լսողներն էլ վախենում են։ Առաքյալների թշնամիներն իրենք են խռովեցնում քաղաքը եւ մեղադրում են հենց առաքյալներին դրա համար, ինչպես Ներոնը հրկիզում էր Հռոմը եւ մեղադրում քրիստոնյաներին։ Նրանք այնպես են սկսում իրենց մտքերը շարադրել, որ լսողները հասկանան, որ գործ ունեն աշխարհի ամենավտանգավոր մարդկանց հետ, գուցե մարդասպանների հետ։ Սա մտային մանիպուլյացիա է, որը կատարվում է մարդկանց ուղղությամբ։ Այս մեղադրանքում երևում է նաև, որ նրանք հասկացնում են, որ այս վարակը պետք է կանգնեցնել, քանի որ արդեն մեզ է հասել, տակնու վրա են արել աշխարհը եւ ահա հասել են այստեղ։ Շուտով Թեսաղոնիկեն նույնպես տակնու վրա կանեն, պետք է մի բան ձեռնարկել։ Սա կոչ է Թեսաղոնիկեի իշխանավորներին գործի անցնելու։ Տեսեք երկրորդ մեղադրանքը, որը նրանց ներքին ախտի նենգության դրսևորումն է։ Նրանք մեղադրում են Յասոնին որպես հանցագործների ընդունած մարդու։ Յասոնը ընդունել է նրանց։ 7-րդ համարի սկիզբը։ Խեղճ Յասոն։
Եվ ամենախոշոր մեղադրանքը նայեք, որ վերաբերվում է քաղաքական եւ կրոնական շերտերին։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով մեկ ուրիշ թագավոր կա, Հիսուսը։ Ինչ կպատասխանեմ, մտածեք, սա ճիշտ է թե սուտ։ Սա ճիշտ մեղադրանք է թե սուտ մեղադրանք է։ Նկատեք, որ այս մեղադրանքում չկան մի քանի հրամանների հիշատակություն։ Եվ գիտեք ինչու։ Քանի որ այդ ժամանակ հռոմեական կայսրության շրջանում դեռ գոյություն չուներ օրենք, որը ուղղված լիներ քրիստոնյաների դեմ։ Դրա համար նրանք չէին կարող մատնանշել խախտումները հոգնակի թվով։ Չէին կարող փաստարկել, դեռևս չկար օրենք, որը կկառավարեր քրիստոնյաների իրավունքները։ Եվ նրանք հոգնակի ձևով են արտահայտվում, ասելով սահմանափակում են միայն նրանով, որ իբր ասել են այս մարդիկ քարոզիչները, որ մեկ ուրիշ թագավոր կա, կայսրից բացի։ Մենք գիտենք, որ Քրիստոսի ուսմունքում չկա ոչինչ, որը կոչ անի նրա հետևորդներին պաշտոնանկ անել իշխաններին կամ զրկել նրանց իրավունքներից։ Հրեաները լավ գիտակցելով դա անկեղծ չէին, երբ մեղադրում էին առաքյալներին պետական հանցագործներ լինելու մեջ։ Նման չար լեզու գործածելը շատ անտեղի էր հրեաների համար, գիտեք ինչու։ Քանի որ իրականում նրանք ատում էին կայսրին։ Հրեաները ատում էին Հռոմին, հռոմեական կայսրությանը։ Եվ այդ պետության եւ ցանկանում էին Հռոմի կործանումը։ Չէ՞ որ նրանք այդքան սպասում էին, որ Մեսիան պիտի գա եւ ոչնչացնի բոլորին եւ Հռոմի լծից իրենց հանի։ Հիմա ինչպես եք դուք խոսում Հռոմին կողմ։ Իսկ ինչու են հենց այս մեղադրանքները ընտրել։ Իսկապես Պողոսը խոսել է Հիսուսի թագավոր լինելու մասին։ Ղուկասը այստեղ չի նշում, բայց Թեսաղոնիկեցիս նամակում բազմիցս Պողոսը ասում է, որ ինքը խոսել է։ Տեսեք, բայց այլ մտքով։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:7-10 Պողոսն է գրում. Իսկ ձեզ նեղություն կրածներիդ հանգիստ մեզ հետ պիտի տրվի, երբ մեր Տերը Հիսուսը հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով, կրակի բոցով պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն, եւ չեն բառը լսեք, հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ, զրկված Տիրոջ ներկայությունից եւ նրա փառավոր զորությունից, երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ եւ հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ եւ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։ Սա գրում է Պողոսը Թեսաղոնիկեցիս նամակում, ցույց տալով, որ ինքը այդ քարոզչության ժամանակ խոսել է Հիսուսի գալստյան մասին, Հիսուսի մեսիական թագավոր լինելու մասին։ Բայց հարցը այդ թագավորության ընկալումը հեթանոսներն ինչպես էին ընկալում։ Գուցե ընկալում էին որպես քաղաքական թագավոր, որ պետք է գար։ Իսկ հրեաներն ինչպես էին ընկալում։ Ընկալում էին արդյոք, որ Պողոսը քարոզում է մեկ այլ թագավորի մասին, որ պետք է գա կայսրին հանի եւ ինքը լինի թագավոր։ Թե հիմա դիտավորյալ օգտագործում են այս փաստարկը նրան հեղինակազրկելու համար։ Եվս մի համար կա, Պողոսը խոսում է Թեսաղոնիկեցիս նամակում, որ Հիսուսի թագավորությունը որպես ապագա իրականություն նա խոսել է, բացատրել է 1:10-ում եւ երկնքից սпасելու նրա որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։ Այսպիսով հրեաները, ովքեր ամենից հաճախ Աստծո հավատարիմ ժողովրդին ներկայացնում էին որպես կայսրի թշնամիներ, վտանգավոր թագավորների եւ նահանգների համար, հենց իրենք են կազմում, ինչպես Մեթյուհելին է գրում, imperium in imperio, այսինքն պետություն պետության մեջ։ Հենց իրենք են այդ միավորը, որը դեմ է գործում հռոմեական կայսրությանը։ Ահա թե որքան մեծ էր հրեաների ատելությունն ու թշնամանքը Հիսուսի հետևողների նկատմամբ, կամ հենց ավետարանի։ Նրանց նախանձախնդրությունը վերածվել էր թշնամանքի, քանի որ շարժվում էին իրենց համոզմունքներով եւ ոչ թե հնազանդվում Տիրոջը։ Կանոնական ատելությունը այսպեսին է, սիրելիներ։ Եվ երբեք ու երբեք չկասկածեք, որ եթե իրական հավատացյալները ընկնեն կրոնավորների ձեռքը, իրենց խրատելով պետք է ճանապարհեն։ Սա անխղճության ծայրահեղ դրսևորումներից մեկն է։ Թեպետ ամենածայրահեղը չի, որովհետև դուք գիտեք, որ այսպիսի արշավների ժամանակ նույնիսկ սպանվել են մարդիկ։ Հենց Պողոսն էլ չէր մասնակցում Ստեփանոսի սպանությանը։ Ինչի համար? Հիսուսի հարության մասին էր քարոզում։ Նրանք պատրաստ են ամեն ինչի։
եւ գլխավորը լսեք, նրանք կարծում են, որ դրանով ծառայում են Աստծուն։ Հարց ինչպես է հնարավոր այսպիսի ներաշխար եւ արտաքին վարկ ունեցողին համարել հավատացյալ։ Ինչպես։ Մի իմաստով կարելի է, քանի որ նա հավատում է իր ուզած ձևով, անտեսելով գրավոր Աստծո խոսքը։ Մի քանի համար առաջ Պողոսը մեկ առ մեկ փաստեր էր շարում, բայց նրանք չընդունեցին եւ շարժվեցին իրենց մտքով, իրենց ցանկությունների իրականացման համար։ Հարց միթե մինչև այսօր չեն վարկաբեկվում Հիսուսին քարոզողները կրոնական իշխանության կողմից։ Միթե չեն ներկայացվում, խնդրում եմ ուշադիր լսեք, որպես երկրի ազգի համար սպառնալիք։ Մեջբերում եմ բառացի Թովմաս Առաքելյան ուրարակրի խոսքերը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ, օրեր առաջ լսեցի։ Ինչ է ասում։ Կարծեմ այս երիտասարդին տեսած կլինեք։ Նա ասում է, որ օրենքով արգելվում է հոգևորությունը։ Հիմա ասեք, քանի ինքն է ասում, քանի հովիվ է դատվել հոգևորության համար, որը ըստ մեր օրենքի ասում է, հանցագործությունը։ Իսկ հոգևորությունը նրանք ինչպես են սահմանում, գիտեք։ Ընթերցեմ լսեք։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հոգևորություն համարվում է այնպիսի գործողություն, շատի լսեք, երբ մի անձ կամ մի կազմակերպություն օգտագործելով կրոնական կամ դավանաբանական համոզմունքները փորձում է ազդել կամ վերահսկել այլ անձի կամ կազմակերպության համոզմունքները նրանց կամքին հակառակ։ Հիմա հարց. Թովմաս, ինչպես քարոզենք Հիսուսի մասին, որ չազդենք մարդու համոզմունքների վրա, կասես։ Ինչպես։ Երբ ես քարոզեմ, դու ինձ պետք է կոչես աղանդ, ազգի համար վտանգ ներկայացնող, ես Հիսուսի մասին եմ քարոզում եւ դրանով պետք է հենց ազդեմ քո համոզմունքներին, որ այն փոխվի։ Կրոնաքաղաքական օրենքներ, ձևակերպումներ, որոնք որ շատ խորամանկ կերպով կառուցված են, որոնք կարող են ազդել եւ օգտագործվել ճշմարիտ քարոզողների դեմ։ Կոչ սիրելի ավետարանիչներ կամ Հիսուսի մասին քարոզողներ, հիշեք, միշտ կհանդիպեք այնպիսի խմբի պատկանող մարդկանց, որոնց համար փաստերը դեր չեն խաղում, իրենց մտքի փոփոխության համար։ Նրանք կրոնական նախանձավորությամբ հետևում են իրենց հին եւ սխալ համոզմունքին։ Իրենք պատրաստ են այդ համոզման համար մեռնելու կամ քեզ սպանելու։ Նրանք ամեն բան կանեն, որ չհնազանդվեն Հիսուսի ավետարանին։ Նրանց վերաբերմունքը ավետարանին կարող է արտահայտվել հենց ամենայն անխղճությամբ ձեր նկատմամբ, սկսած ֆիզիկական բռնությունից, ինչպես այստեղ, վերջացրած բարոյական բոլոր ստորություններով, բոլոր ստերով, որ ձեր նկատմամբ, մեր նկատմամբ կարող են հորինել։ Եվ վերջին դրսևորումը, որը տեսնում ենք այս հատվածում, հետևյալն է. ինչպես է դրսևորվում կրոնական թշնամությունը։ Ոչ միայն անխղճությամբ, ոչ միայն անհանգստություն տարածելով, այլ վերջին վախ տարածելով ժողովրդի վրա։ Վախ տարածելով ժողովրդի վրա։ Նայեք 8 եւ 9-րդ համարներին։ Եվ այս համարներում տեսնում ենք վախի ազդեցության շրջանակը եւ հետևանքը։ Ուրեմն 8 եւ 9-ը եւ տագնապի մատնեցին ժողովրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները։ Բայց Յասոնից ու մյուսներից երաշխիք ստանալով արձակեցին նրանց։ Տեսեք ինչպես ազդեց նախորդ չար եւ սուտ վկայությունները մարդկանց վրա։ Հрьяաները իրենց ճշնամանքն արհամարեցին ժողովրդի մեջ, արտահայտեցին ներողություն ժողովրդի մեջ խուճապ առաջացնելով։ Հունարեն տառասու այս բառը նշանակում է տագնապ, վախ, որը եւ միտքն է շարժում եւ էմոցիան։ Սա ուշադիր լսեք, հուզական մանիպուլյացիա է, որը սնվում է քո մտքով եւ ազդում քո զգայարաններին։ Տագնապի մատնեցին լսողներին։ Սա արվում է մարդու մոտ վտանգի զգացում առաջացնելու համար եւ միտքը լցնելու որոշակի ճշմարտություններով իրենց համար, որոնք որ կօգնեն զգայարաններին շարունակ սնել վախով, որտեղ պետք է հիշեն, որ սրանք ազգի համար վտանգ են ներկայացնում եւ պետք է հեռու մնալ սրանցից։ Նախորդ սուտ մեղադրանքները կամրապնդվեին այս վախով, քանի որ նախորդ բողոքները ապահովել էին մտային վախ, իսկ այժմ էլ ապահովում է էմոցիոնալ վախ։
Եվ արդյունքում այս բաները լսողներն այլևս չեն գնա Պողոսի եւ Շիղայի հետևից, նրանց լսելու համար։ Եվ համարում հենց այդպես էլ նշվում է։ Տեսեք 8-րդ համարը. տագնապի մատնեցին ժողովրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները, ովքեր ականջները կախել էին, ովքեր սնվել էին այս մանիպուլյացիաներով։ Վախը նրանց վրա տարածվեց։ Ահա նրանց թշնամանքի կամ մոլեռանդության հերթական դրսևորումը։ Այս քայլով նրանք մտցրեցին մարդկանց մեջ վախ, որպեսզի շարունակեն ենթարկել իրենց։ Հարց, իսկ դուք ազդվում եք կրոնական թշնամանքի այս դրսևորումներից, սիրելիներս, թե ոչ։ Այսօր համացանցը ահռելի գործիք է այս մանիպուլյացիաների տարածման համար։ Գեղեցիկ մոնտաժներով, ազդու ձայներով, սևազգեստ մարդիկ, դեմքի լուրջ արտահայտությամբ, կրոնաքաղաքական մտքերով, ազգի պաշտպանություն արտահայտող մտահոգություններով, երեխայի ապագայի մասին անհանգստության կոչերով լցնում են ամեն օր մարդկանց ականջները ստերով եւ կեղծիքներով, որ հեռու մնան իրական ճշմարիտ Քրիստոս քարոզողներից։ Հարց ուշադիր լսեք։ Ձեզ վրա ազդում է, երբ որևէ մեկիդ Հիսուսին հավատալու համար ասում են աղանդավոր։ Շնորհակալություն անկեղծության համար։ Կամ ասում են երկրի սպառնալիք, կամ հոգևորս։ Արդյոք վախենում ու տագնապում եք կրոնական մանիպուլյացիաներից, թե վստահ եք ճշմարտության մեջ, ինչպես Պողոսն ու Շիղան։ Կարողանում եք բացահայտ խոսել, գրել, տարածել Տիրոջ խոսքը, թե իմաստության անվան ներքո աշխատավայրում ներկայանում եք որպես ուղղակի քրիստոնյա։ Եթե այդպես է, ապա նրանք ազդել են քեզ վրա։ Վախեցածներ այսօր շատ կան, ովքեր երբեք թացը չորից չեն տարբերում։ Նրանք բոլորին ընդունում են, բոլոր իրենց քույր ու եղբայրներն են, ոչ մեկին չի կարելի հանդիմանել, քանի որ նրանք անմիջապես ասում են, կարծում դու կկարողանաք կռահել ինչ պետք է ասեմ։ Մի դատիր, որ չդատվես։ Միթե ազդված չեն այսպես խոսողները, միթե վախի մեջ չեն, որ եթե Տիրոջ օծյալին ինչ-որ բան ասես, դու Տիրոջ դեմ գործած կլինես։ Եվ համացանցում մեկը, երբ որ ես գրել էի այդ Բենիհինի մասին, ինձ գրել էր Տիրոջ օծյալի վրա Դավիթը ձեռք չբարձրացրեց։ Ես իրեն պատասխանեցի, որ Դավթի պատմության համատեքստում Տիրոջ օծյալի վրա ձեռք բարձրացնելը նշանակում էր կյանքը վերցնել։ Իսկ ես նման մտադրություն չունեմ։ Գրեց. Ինչու ես դատում մարդու սիրտը։ Ասացի ես չեմ դատում սիրտը, ես դատում եմ ուսմունքը եւ դատում եմ նրա արարքը։ Միթե սրանք տարբեր չեն։ Ինչերով է միտքդ, քույր ջան, եղբայր ջան, լցվել, որ դու չես կարողանում առողջ դատել։ Նույն Հիսուսը չասած ուղիղ դատեք։ Նրանք վախենում են, բայց քանի որ 8-րդ համարում Ղուկասն ասում է, որ նրանք լսում էին այս խոսքերը, ովքեր շարունակ մնում են այս մանիպուլյացիոն հայտարարությունների տակ եւ իրենք էլ չունեն իրենց սեփական համոզմունքները, խնդրեմ պատրաստ են այս գործը իրականացնելու համար։ Նրանց մեջ եռման գործընթաց էր սկսվել դեռ վաղուց, երբ քաղաքի խառնաշփոթին միացան սուտ վկայությունները։ Հետևաբար կոչը կլինի հետևյալը, սիրելիներ, մի լսեք այս խոսքերը, այլ լսեք ճշմարտությունը, որ Պողոսի նման ամուր լինեք ձեր համոզմունքների մեջ։ Վախի տարածումը եւս մեկ արդյունք է տալիս, որը տեսնում ենք 9-րդ համարում եւ ավարտենք։ Այս մեղադրանքները անհանգստացրին քաղաքի ղեկավարներին, տեսեք։ Նրանք պահանջեցին, որ Յասոնը եւ նրա հետ գտնվող մյուսները ինչ անեն, երաշխավորեն իրենց հյուրերի համար։ Հավանաբար նաեւ պահանջելով լքել քաղաքը։ Թեսաղոնիկեի հավատացյալները գումար հավաքեցին եւ տվեցին Յասոնի ու եղբայրների համար։ Տեսնում եք, նորաստեղծ եկեղեցի, բայց որքան անկեղծ եւ ամուր են իրենց համոզմունքի մեջ, որ հիմա իրենց եղբայրներին բռնել են, իսկ իրենք պատրաստ են իրենց կարողություններով ծառայելու, որ այս մարդիկ դուրս գան այդ վիճակից։ Նայեք 9-րդ համարին, սակայն Յասոնից եւ ուրիշներից երաշխիք ստանալով նրանց արձակեցին։ Սրանով կրոնավոր մոլեռանդները հասան նրան, որ Պողոսն ու խումբը այլևս չքարոզեն Թեսաղոնիկեում։ Այս քայլով նրանք հասան նրան, որ կարծես հեղինակազրկված էին ավետարանիչները, եւ ժողովուրդը այլևս չէր պակասի սինագոգից։
եւ նրանք շարունակեին իշխել ժողովրդի վրա, պահելով կրոնական կուրության եւ նախանձախնդրության մեջ, որը հաճելի չէր իրականում Աստծուն։ Բայց մենք տեսնում ենք, որ այն սերմերը, որոնք ցանվել էին Պողոսի 3 շաբաթվա ծառայության արդյունքում, հիշում եք մի քանի համար առաջ ասում էր 3 շաբաթ օր սինագոգներում խոսում էր։ Այդ սերմերը պտուղ տվեցին։ Եվ նրանց ապագայի մասին այս ժողովրդի մենք արդեն տեղեկանում ենք հենց Թեսաղոնիկեցիներին ուղված 2 նամակներից, որտեղ տեսնում ենք արդեն հավատի մեջ ամրապնդված զորավոր եկեղեցի տարածաշրջանում։ Մի քանի հատվածներ ուզում եմ կարճ կարդալ Թեսաղոնիկեցիների նամակից եւ անցնենք գործնական քայլերին։ Որ դուք տեսնեք, որովհետեւ Ղուկասը այստեղ Թեսաղոնիկեցիների մասին չի գրում, բայց Պողոսը այնտեղ խոսում է գնահատական տալով այդ դեպքերի իրադարձությունների մասին։ Առաջին Թեսաղոնիկեցիս 1:6-9 սկզբում կարդանք, 2-3 կարճ հատվածներ կարդանք եւ ավարտենք։ Տեսեք Պողոսը ինչ է գրում։ 1:6-9 Դուք էլ մեզ եւ Տիրոջ նմանվելով, լսեք միտքը, մեծ նեղության մեջ, այսինչ որ մենք պատմեցինք հիմա, Պողոսը ամփոփում է այս 2 խոսքի մեջ, մեծ նեղություն։ Մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք, որովհետեւ դուք Մակեդոնիայում եւ Աքայայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։ Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առաստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում, որովհետև հենց մարդիկ իրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի մուտք ունեցանք, եւ դուք ինչպես կուրքերից դեպի Աստված դարձաք, ծառայելու կենթանի ու ճշմարիտ Աստծուն։ Այսինչ ուսուցում ես Պողոս տվել շաբաթների ընթացքում, հասցրել ես մինչև վաղճանաբանական Հիսուսի գալու մասին մանրամասնություններ խոսել, ու նրանք ամրապնդվել են եւ ամրապնդվում էին, ճիշտ է, նամակում Տիմոթեոսին են իրենք ուղարկում։ Բայց այսինչ այս բառով ասեմ, այսինչ ֆունդամենտ, այսինչ հիմք ես դրել։ Ահա թե նորադարձներն ինչով պետք է սնվեն։ Դրա համար էլ սիրելիներ, երբ որ մենք շեշտը դնում ենք ուսման վրա, երբեք չզարմանաք։ Դուք ժամանակ հետո կտեսնեք դա ինչ պտուղներ է տալու։ Եվ արդեն տվել է շատերիդ կյանքում, որի համար փառք Տիրոջը։ Երկրորդ գլուխ 9-11-ը, նայեք, եղբայրներ, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, եւ Աստծո ավետարանը քարոզում էինք ձեզ։ Դուք ինքներդ վկա եք, վկա է նաեւ Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր հավատացյալների հանդեպ։ Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը իր զավակներին։ Սա ցույց է տալիս նրանց հոգատարությունը, ինչպես են հոգ տարել, եւ նրանք աշխատել են նույնիսկ, որ այս նորաստեղծ եկեղեցին իրենց նույնիսկ նյութականով չօգնի, որ նրանք օրինակ ծանրություն չլինեն այդ ժողովրդի համար։ Եվ վերջին հատվածը, երկրորդ գլուխ 14-ից 18-ը։ Եղբայրներ, դուք նմանվեցիք Աստծո այն եկեղեցիներին, սա ուշադիր, որ հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք էլ ձեր հայրենակիցներից նույնը կրեցիք, ինչպես որ նրանք էլ հրեաներից, որոնք Տեր Հիսուսին ու մարգարեներին սպանեցին, նաև մեզ հալածեցին ու Աստծուն անհաճո եղան եւ բոլոր մարդկանց թշնամի դարձան։ Լսեք, մեզ արգելում են հրեաները հեթանոսներին քարոզել, որպեսզի իրենք փրկվեն եւ շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում, բայց նրանց վրա է հասել բարկությունը, ինչեւ վերջ։ Իսկ մենք եղբայրներ, թեև առժամանակ ձեզանից բաժանված մնացինք, հեռու աչքից եւ ոչ սրտից, սակայն առավել եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով։ Դրա համար ես Պողոսս մի 2 անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։ Տեսնեք, Պողոս առաքյալը ասում է, այս հրեաները ինչ որ անում էին, նույնն են անում, արգելում են, որ հեթանոսներին քարոզեն, որ իրենք փրկվեն, եւ մենք ասում ենք դեմքով մի փոքր ժամանակ ձեզնից բաժանվեցինք, այսինքն այս երաշխիքը, որ Յասոնից ստացել էին, նրա համար էր, որ չվերադառնա Պողոսը Թեսաղոնիկե, եւ չէր կարող վերադառնալ, ինչ պետք է անեն այնտեղի ժողովուրդը։ Ասում է, ես 1-2 անգամ փորձել եմ գալ, բայց սատանան կոչում է այստեղ սատանայի արգելք։ Թե ինչպես է դա արգելվել, Մեթյուհենին գրում էր, գուցե դեռևս այս իշխանությունները ողջ էին եւ այդ իշխանությունների օրոք
չէր կարողանում վերադառնալ, մինչև որ իշխանափոխություն կլիներ եւ նրանք կկարողանային վերադառնալ։ Ամեն դեպքում սա Թեսաղոնիկենը այն ժողովուրդը, որ մեծ ցավի ու տառապանքի մեջ Աստծո խոսքը լսել եւ արմատավորվել էր։ Ահա այսպես է դրսևորվում կրոնական թշնամանքը, սիրելիներ։ Այն անհանգստացնում է հասարակությանը, այն գործում է ամենայն անխղճությամբ եւ այն տարածում է վախ բոլորի վրա։ Եվ մի քանի կիրառություններ էլ եւ ավարտենք։ Հիշենք, սիրելիներ, նախանձավորությունը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Նախանձավորությունը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Նախանձավոր լինելը առանց գիտության կույր եռանդ է։ Նախանձավորությունը առանց գիտության կույր եռանդ է։ Ավետարանին գիտակցաբար չհնազանդվելը, սա հիշեք միշտ խնդրում եմ, վերածվում է ավետարանի դեմ թշնամանքի։ Ավետարանին գիտակցաբար չհնազանդվելը, ինչ հрьяաները այստեղ արեցին։ Գիտակցաբար չհնազանդվելը վերածվում է ավետարանի դեմ թշնամանքի։ Դրա համար արդեն սուր արտահայտություն հետագայում կարող էր Հիսուսը անել, որ ով մեզ հետ չէ, մեր դեմ է։ Սուրբ Գիրքն ասում է հեղափոխականներին չխառնվել։ Պատվիրում է նույնիսկ։ Ինչու, որովհետև Հռոմեացիս 13-ում ասում է, որ իշխանությունները Աստծո թույլտվությամբ են գալիս։ Եվ եթե Աստված հարկ համարի մեկին հանել, կհանի։ Այնպես որ այս դատարկապորտների ուղին կարիք չկա, որ որևէ առավելևս քրիստոնյա միանա։ Սա ցավալի է, որովհետև բոլոր միտինգների, ցույցերի ժամանակ միշտ իրենց քրիստոնյա կոչողներ այնտեղ կան։ Ստուգենք մեր սրտերը, տեսնելու թե ում կամ ինչի համար է այն նախանձավոր։ Ինչ նպատակներ է հետապնդում, ինչով է բռնված կամ բռնկված, ավելի ճիշտ ներողություն, ինչով է ուրախանում։ Եվ եթե գտնենք կույր եռանդունություն առանց գիտության, թողնենք այդ եւ Աստծուն հաճեցնող գիտելիք ստանանք, որ մեր եռանդը լինի Աստծուն հաճելի եւ ճիշտ նպատակին ուղղված լինի։ Բավարարվենք մեր ունեցածով, որ չցանկանանք այն, ինչ չունենք։ Սիրելի մարդ, ազնիվ եղիր ավետարանը լսելու, հասկանալու եւ ընդունելու հարցում։ Քանի որ եթե լսես համոզմունքդ չփոխելու մտադրությամբ, կլինես ավետարանին անհնազանդ։ Հիշում եք նույն Թեսաղոնիկեցիս 1:12-ում ասում է դուք լսեցիք մեր խոսքը ոչ թե որպես մարդու խոսք, այլ որպես Աստծո խոսք, որը ներգործում է ձեր մեջ, հավատացյալներիդ մեջ։ Իսկ մարդիկ կան կարող են լսել չհնազանդվելու մտադրությամբ։ Թող հույս էլ չունենան, որ այդ խոսքը պետք է ներգործի իրենց մեջ։ Սա առաջին, հիշեք, նախանձավորությունը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա, սա մեկ։ Երկրորդ, հիշեք, որ անխղճությունը հավատացյալի բնութագիր չէ։ Անխղճությունը հավատացյալի բնութագիր չէ։ Փոխված սրտի մեջ կա գութ, ինչպես Հովհաննեսն է գրում 3:17-ում, ով այս աշխարհի բարիքներն ունենա եւ իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը փակի նրա առաջ կամ գութը չշարժվի, Աստծո սերը նրա մեջ ինչպես կարող է բնակվել։ Այսինքն այս նկարագրությունները վստահաբար վերստին ծնունդ չունեցող կրոնավորների մասին է։ Նույնպես էլ չի կարող փոխված սրտի բարոյական նկարագիրը մնալ հինը։ Դա հնարավոր չէ։ Նույն Հովհաննեսը գրում է ամեն ոք ով այս հույսը իր մեջ ունի, իր անձը մաքրում է ինչպես որ նա է մաքուր։ Դա նշանակում է, որ մաքրված սիրտը ունի բնական փափակ սրբության հանդեպ։ Նա սիրում է մաքրվել, նա սիրում է սրբվել, նա ակտիվ գործողություն է անում Քրիստոսին նմանվելու համար։ Փոխված սիրտը այլևս սովորությամբ մեղ չի գործում, ինչպես անում էին սրանք։ Ես դիտավորյալ հակադիր կողմերից եմ մոտեցել, որ երկուսն էլ տեսնեք։ Առաջին Հովհաննես 3:9 ամեն ոք ով Աստծուց է ծնված մեղ չի գործում, որովհետև նրա սերմը իր մեջ է մնում եւ չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Գիտեք, որ այստեղ մեղ գործելը ներկա շարունակական ժամանակաձևով է գրված, որը նշանակում է մեղ չի գործում կյանքի որպես բնական ընթացք, որպես սովորություն, որպես կենցաղ։ Իսկ սա ոչ թե նրա մասին է, որ չի սայթակվում, երբեք սուտ չի խոսում, ինչպես այստեղ 10 հարգանի ստեր էին խոսում, այլ իր համար կյանքի բնական ընթացք չէ դա։ Հետևաբար Հովհաննեսը, երբ ասում է մեղ չի գործում, նա խոսում է ոչ թե որ հավատացյալի եւ անհավատի տարբերությունը մեղ գործել եւ չգործելու մեջ, այլ մեղքի մեջ մնալու կամ չմնալու, հարատևելու կամ չհարատևելու։ Եվ վերջին, հիշեք, որ Աստծո համար նախանձավորը Աստծուն հաճելին է գործում։ Աստծո
համար նախանձավորը Աստծուն հաճելին է գործում։ Նա հանուն իր նպատակի չի խախտում Աստծո կարգերը։ Նա չի գործածում աշխարհային մեթոդներ իր նպատակների իրականացման համար։ Նա չի մանիպուլացնում մարդկանց, այլ աղոթում է Տիրոջ միջամտության համար։ Երկրորդ Թեսաղոնիկեցում Պողոսը այսպես է գրում. այսուհետև եղբայրներ, մեզ համար աղոթեք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի։ Այսինքն տարածման նպատակի հասնելու համար նա օգտագործում է աղոթքը, իսկ նրանք իրենց նպատակների համար թշնամությունն էին դրսևորում եւ իրենց նպատակների չար ցանկությունների համար գործածում էին դրանք։ Հետևաբար վերստին ծնված փոխված սիրտ ունեցող մարդը աշխարհային մեթոդներ չի գործածում։ Նախանձավոր եղեք Տիրոջ համար, որ ձեր եռանդը գործի ճիշտ ուղղությամբ։ Նախանձավոր եղեք Տիրոջ համար, որ ձեր եռանդը գործի ճիշտ ուղղությամբ։ Եվ մեկ օրինակ, որ նախանձավորությունը հակառակ ուղղությամբ է գործում, մեկ օրինակ էլ որ ճիշտ եւ ավարտենք։ Գործք 9:1 Սավուղի Սողոսի համար տեսեք ինչ է գրված։ Իսկ Սողոսը մինչև դարձի գալը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ։ Նրա եռանդը սխալ ուղղությամբ էր։ Իսկ դարձից հետո նույն Պողոսը գրում է 2 Կորինթացիս 11:2 Քանզի ձեզ սիրում եմ Աստծո հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Տիրոջ առաջ։ Հիշեք սա, սիրելիներ, անհավատ կրոնավորների պայքարը դրսևորվում է ոչ թե Աստծո խոսքի պաշտպանությամբ, այլ թշնամանքով։ Եվ եթե նույնիսկ կհանդիպենք նման թշնամանքի դրսևորումների, հիշեք, ինչ արել են Հիսուսին, ինչ արել են մարգարեներին, ինչ արել են առաքյալներին, նույնը սպասվում է նաև մեզ։ Եթե Տերը նույնիսկ թույլ տա, որ չարչարվենք այս դրսևորումներից, չտագնապեք, որովհետև սա այն է, ինչը եղել է եւ պետք է լինի մինչեւ Քրիստոսի գալուստը։ Այնպես որ մեր աղոթքը այս պահին պետք է լինի ոչ թե որ չգան նման թշնամանքի դրսևորումներ, այլ որ ամուր մնանք ճշմարտության մեջ։ Խնդրում եմ կանգնենք եւ աղոթենք նրանցի։ Շնորհակալ ենք քեզ, մեր երկնավոր Հայր։ Շնորհակալ ենք, որ մեզ քաջալերում ես քո խոսքով, ցույց տալիս, որ մենք մենակ չենք այս դժվարությունների ու հալածանքների մեջ։ Եվ միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր այսքան տարվա խաղաղ կյանքի համար, որովհետև այն դժվարությունները, որոնք որ մենք կրում ենք եւ համեմատում նրա հետ, թե ինչ ես կրել դու եւ քո աշակերտները, դրանք անհամեմատելի են։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցնում ես քո խոսքը, սովորեցնում ես, որ մենք եռանդուն եւ նախանձավոր լինենք քո կամքը կատարելու համար, որ այն չլինի կույր, այն հիմնված լինի քո խոսքի վրա։ Աղոթում եմ իմ եւ քույր ու եղբայրներիս համար, որ այդ նախանձավորությունը օրեցօր ավելի բորբոքվի ճիշտ ուղղությամբ, բորբոքվի քո կամքի իրականացման համար, ոչ թե սեփական ցանկությունների։ Աղոթում եմ, որ մեր ավետարանչական կյանքում, երբ մարդիկ հանդիպեն, ովքեր քո խոսքը չընդունեն, մենք կարողանանք իրենց պատասխանել այնպես, ինչպես դու կպատասխանեիր։ Մենք կարողանանք շարունակենք փաստերը ճշգրտորեն ցույց տալ, եւ եթե նրանք ընդդիմանան, մենք շարունակենք փնտրելով քո մյուս զավակներին, որոնք որ այս երկրի վրա են։ Աղոթում եմ մեր եկեղեցու ավետարանչական կյանքի համար, յուրաքանչյուր քրոջս ու եղբորս համար, որ նախ եւ առաջ բորբոքես այն սերն ու նախանձավորությունը քո նկատմամբ, խոսքիդ նկատմամբ, ժողովրդիդ նկատմամբ եւ 10 ավետարանչի սիրտ ու ոտքեր, որ շարունակենք ավետարանել Հիսուսի մասին։ Չվախենանք հալածանքներից, թշնամական դրսևորումներից, կլինի ազգի մեջ, կլինի կրոնի կողմից, լինի քաղաքացիների կողմից, օրենքների կողմից։ Օգնես, որ իմաստությամբ վարվենք, հարգենք իշխանություններին, աղոթենք նրանց համար, բայց հնազանդվենք քեզ, երբ մեզ դրդում են անհնազանդ լինել քեզ։ Խնդրում եմ, որ օգնես մեր ամենօրյա անհատական ավետարանչական կյանքում։ Մեր ընտանիքի անդամներից սկսած, ովքեր դեռևս քեզ չեն ճանաչում։ Առիթներ տուր նրանց խոսելու եւ նրանց մոտ ապրելու այն կյանքը, որը դու ես ուզում։ Եվ քո Սուրբ Հոգով բաց նրանց սիրտն ու միտքը։ Գործածիր նաև այն փաստարկները Սուրբ Գրքից, որոնք որ կամրապնդեն նրանց,
քո նկատմամբ, որ Հիսուսին օրեցօր ավելի սիրեն, որ այդ նախանձավորությունը ուղղված լինի միմիայն քեզ եւ քեզ ծառայելու։ Շնորհակալ ենք այսօրվա համար, մեր պաշտամունքի համար, աղոթքների փառաբանության խոսքիդ համար։ Աղոթում ենք, որ մեզ պահես պահպանես այս շաբաթը եւ եթե կյանք տաս ու կամենաս, կրկին թող հավաքվենք քեզ պաշտոնի մեծարի միջև քո հրաշափառ երկրորդ գալուստը։ Այս ամենը աղոթում ենք ու խնդրում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, քո անվան եւ քո փառքի համար։